Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե բարի գալուստիմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ, սիրով ողջունում եմ ձեզ ու ասում, որ մենք սկսում ենք մեր հերթական վլոգը, տանից դուրս ենք եկել մի քանի խառը-մառը գործերով, որոշեցի միանգամից վլոգ սկսել, որովհետեւ գիտեմ, որ դուք ինձնից ավելի հաճախ եք վլոգների սպասում, հուսամ կողքի մեքենաների ձայնը չի խանգարում ձեզ, այս պահին եկել ենք Դոմուս մեքենայի մեջ սպասում եմ ամուսնուս, մեր լոգարանի լույսը վառվել էր ու վերցրեցինք մի հատ այստեղ հարցնենք, տեսնենք կլինի թե չէ նույնից, որովհետև լոգարանում երկու տեղ ունենք նույն լույսից ու մեկն է վառվել, այդ մյուսը պետքա նորից նույնից տեղադրենք, չնայած այստեղից չէինք գնել, բայց ասեցինք մի հատ այստեղ հարցնենք, կարող է լինի բանկ գնացի երեխայի ծննդյան նպաստի հետ կապված խառը գործերով, որովհետև արդեն ժամանակներ կարծեմ ինչ-որ դիմումներ գրելու, պետքա գնանք Ադանին դպրոցից վերցնենք ու պետքա գնանք տուն, որովհետև գալու են մեր ննջարանի մահճակալը տեղադրեն, երևի մի 4 օր 5 օր առաջ են առաքումը արել, բայց չէին տեղադրել, գրկիս սոսենա Այսօր գալու 3 եկան տեղադրելու, բայց չտեղադրեցին, որովհետև ասեցին, որ մենք այն տարբերակն ենք ընտրել, որը շատ երկար տեղադրման ժամանակ է պահանջում ու գնացին, որ այսօր գան տեղադրեն, պետքա գնանք տուն, որ իրենց դիմավորենք, ամուսինս էլ եկավ, տեսնեմ լույսը վերցրել է, թե չէ։ Գնանք ձեզ ցույց տամ նախնական տեսքը։ Այս ամենը, որ դուք այստեղ տեսնում եք, քիչ հետո կդառնա մահճակալ, 3 օր առաջ առաքել են այս ամբողջը ու քիչ հետո կգան կհավաքեն, զանգեցին, արդեն սպասում ենք, մահճակալի հետևի բորտերն են, կողքի փայտերը, իդեպ մահճակալը օնլայն ենք պատվիրել, առանց նախապես ռեալ տեսնելու ու ընդհանրապես նկարներով ենք տեսել ու մեծ մտավախություն ունեի, արդյոք կգա այն, ինչ ես պատկերացրել եմ, շատ ուրախացա, որ փայտը հենց այս երանգը ունի, որովհետև շատ սիրուն է ու նկարներով շատ սիրուն էր, մտածում էի, արդյոք ռեալ էլ այդքան սիրուն կգա, նկարներով այս բորտերներ մի փոքր ուրիշ գույն երևում, բայց մի փոքր այլ երանգ է եկել ու մնում է հավաքեն վերջնական տեսքը ստանանք այն, ինչ տեսել ենք նկարներով, առաջին անգամ ենք անկեղծ ասած նման մեծ գնում արել առանց նախապես ռեալ տեսնելու ու չգիտեմ, չեմ պատկերացնում այս մի քանի կտոր փայտից ոնց է մի ամբողջական մահճակալ դուրս գալու ու ոնց ենք ստանալու պահոցի հատվածը, որովհետև գնել ենք մենք պահոցով տարբերակը, բայց չգիտեմ, այս մի երկու կտորից ոնց է պահոցով մահճակալ դուրս գալու, այս ընթացքում սոսեն գրկից է, իր գղգղոցները լսում եք հաստատ, մի խոսքով այդպես, անհամբեր սպասում ենք, կան հավաքեն, տեսնենք ստացվում է այն, ինչ մենք պատկերացրել ենք, տեսել ենք նկարներով, թե չէ, որովհետև ռիսկային մեծ գնում ենք արել։ Ադանից ճանապարհում ենք ձյուդոյի, երկու պայուսակով, Էմինի պայուսակն էլ հետնա տանում, Էմինը պարապմունքից մի անգամից կհասնի ձյուդոյի, կմիանա Ադանին, որ էլ տուն չգա նոր գնա, Ադանը պակակյանք, աշխատանքը գրեթե ավարտում են, չդիմացա, որ ավարտենք նոր վերջնական տեսքը ձեզ ցույց տա, ոնց կիսատել ակ ցույց տալիս, բայց շատ շատ է դուրս եկել, շատ լավն է։ Այսինք բարձր, ահագի, ճան? Կամ ես կոկը քնեմ։ Մենք դեռ այստեղ չենք քնելու, պետք է մատրաս տնենք նոր։ Եկա մի փոքր update-ով, պատմեմ, թե ինչա կատարվում մեր կյանքում, չգիտեմ ինչ կադրեր ունեմ մինչ այս պահը, որովհետև մի քանի օր կլինի, ինչ ոչ մի բան չեմ նկարել YouTube-ի համար, բայց վաղը չորեքշաբթի է մեր վլոգի հերթական օրն է, ուզում եմ անպայման դուք վլոգ ունենաք, վաղը նաև իմ տարեդարձն է, ես դառնում եմ 32 տարեկան, իրականում շատ ոգևորող, շատ սիրտս թրթռացնող օր է վաղը, տարիներ առաջ չէի պատկերացնի անգամ, որ 32 տարեկանում ես արդեն կունենամ մի հատ մեծ ընտանիք, 4 երեխա
ու շատ ոգևորված եմ, բայց առանձնապես ծնունդ չենք անելու, որովհետև ես 40-ի մեջ եմ, որոշել եմ պահել 40 ու ինձ շատ էր պետք էս, որովհետև մաքսիմալ վերականգնվելու կարիք ունեի, թե ես, թե երեխան, նաև այս ընթացքում մի քանի սենց մանր խնդիրների առաջ կանգնեցինք, քաշի խնդրի առաջ կանգնեց երեխան, որովհետև լավ չէր կշտանում ու քաշ էր գցել, մի խոսքով ինձ համար էլ ամեն սենց փոքր խնդիրը մի հատ մեծ ստրեսի աղբյուր է, որովհետև առանց հետծննդաբերական դեպրեսիայից չես կարողանում խուսափել ու կապ չունի դու մի երեխայի մամա ես, 2 թե 5, միևնույնն է, այդ հորմոնները ծննդաբերությունից հետո գլուխ են բարձրացնում ու որոշակի հետծննդաբերական դեպրեսիայի հիմք հանդիսանում են ու մի փոքրիկ շեղումն էլ արդեն միանգամից քեզ պանիկայի մեջ է գցում ու շատ լարված էի այդ առումով, որ քաշ ենք գցում, այսօր գնացինք ստուգման, պոլիկլինիկա, պարզվեց, որ իմ համար աշխատանքի արդյունքում մի քիչ ավելացել է քաշը, բայց այս պահին 3 շաբաթական է Սոսեն, դեռ չենք հասել անգամ իր ծնված քաշին, պատկերացրեք ինչքան էր քաշ գցել, որ հիմա ավելացնելով դեռ անգամ իր ծնված քաշին չենք հասնում, բայց ես շատ համառորեն պայքարում եմ, որ չանցնենք արհեստական կաթնախառնուրդի, այս պահին Սոսեն միայն բացառապես ԿԿ-ա ու չի ուզի արհեստականի անցնել, որովհետև ես շատ կողմ եմ, որ երեխաները մինչև 6 ամսականը բացառապես կրծքի կաթով սնվեն ու 6 ամսականից հետո արդեն հավելյալ բնականon իր հունով գնա այդ ամեն ինչը, բայց եթե տարբերակ չլինի, եթե չկարողանանք նորմալ քաշը վերականգնել, ուզած թե չուզած, պետքա որոշակի օրվա ընթացքում արհեստական գոնե 1-2 անգամ ներմուծենք, բայց չի ուզի բանը դրան հասներ։ Մի խոսքով համառորեն պայքարում եմ, որ մենք շարունակենք մնալ ԿԿ ու իր քաշը նորմալ աճի։ Ինչ էի ուզում ասել։ Ուզում էի ասել, որ ինձ շատ պետք էր այդ 40 պահելը, որպեսզի կարողանամ խուսափել ավելի շատ, ավելի խորը դեպրեսիայի մեջ ընկնելուց ու կարողանամ մաքսիմալ իմ օրը անցկացնել հանգիստ, առանց հյուրերի, առանց մարդկանց գնալ գալու, ես աղջկաս հետ, մանավանդ, որ առավոտյան տղաներին ճանապարհում եմ դպրոց, պարտեզ, ամուսնուս աշխատանքի ու այդ մի քանի ժամերի ընթացքում կարողանում ենք ես ու աղջիկս լիարժեք իրար վայելել։ Ու քանի որ մենք 40-ի մեջ ենք, վաղն առանձնապես բան չենք անելու, հյուրեր չենք ունենալու, միայն քույրիկս եմ այս հյուր գալու, քանի որ ինքը ընդհանրապես Սոսեին չի տեսել ու շատ էր ուզում գալ Սոսեին տեսնել, այդ ընթացքում երբ Սոսեն ծնվեց, դե իր աղջիկը նոր էր ծնվել, ինքը չէր կարողանում տանից դուրս գալ ու չի տեսել Սոսեին, խնդրեց, որ գոնե ինքը հնարավորություն ունենա գալ մի 2 ժամով մեզ տեսնել։ Ես էլ որոշեցի միայն իրեն հյուրընկալել, այլ հյուրեր չեմ ունենալու, բայց մի փոքրիկ պատրաստություն եմ ուզում տեսնել, որպեսզի վաղը համեղ հյուրասիրում քույրիկիս հավ եմ հանել, մշակել եմ, համեմել, կդնեմ սառնարան, առավոտյան է գալու քույրիկս ու որպեսզի առավոտյան գործերս արագ առաջ գնա Սոսեի հետ, այսօր ուզում եմ այդ մի քանի նախապատրաստական աշխատանքները անել, որ առավոտյան շատ իրար չխառնվեմ, արագ ինչ անելու եմ, անեմ, բանջարեղեններ կկտրատեմ աղցանի համար, կդնեմ էլի սառնարանում վաղը, կհամեմեմ լվացարանիս մեջ աղտահանող նյութեր եմ լցրել, թողնեմ մի 10-15 րոպե, լվացարանս մաքրեմ, տարիներ առաջ, երևի մի 3 տարի առաջ, 4 տարի առաջ մի հաղորդում էի նայում խոհարարական, որտեղ մասնակիցները մրցում էին լավագույն խոհարար դառնալու համար ու մասնակիցներից մեկը տախտակի վրա հավ էր կտրատել, հետո այդ նույն տախտակի վրա կտրատեց նաև բանջարեղեններ ու իրեն մի անգամից խաղից հեռացրին, խոհարարը շատ լուրջ բացատրեց երկար, թե ինչքան վտանգավոր է, երբ հում միս ես մշակում,
ու այդ նույն տարածքում նաև մշակում ես այլ մթերքներ կամ առհասարակ օգտվում ես այդ տարածքից ու շատ է մեջս տպավորվել դրանից հետո այդ հաղորդումից հետո միշտ պարտադիր ամեն անգամ երբ միս եմ մշակում լվացարանս անմիջապես դրանից հետո ախտահանող նյութերով մաքրում եմ այդ տախտակը ախտահանող նյութերով մաքրում եմ որ հետո նոր կարողանամ հանգիստ օգտագործել ու հիմա լցրել եմ նյութերը մի 15 րոպե կմնա լավ կմաքրեմ լվացարանը կլվանամ այդպես մնացած բանջարեղեններն էլ կկտրատեմ, կթողնեմ սառնարանում, սոսեն մի փոքր երկար է քնել, ուզում եմ իրեն արթնացնել, կերակրել, չնայած ես կողմ չեմ առհասարակ, որ երեխեքին արթնացնում են քնից, որովհետև քնի միջոցով էլ են երեխեքը մեծանում, որքան ուտելով են մեծանում, այդքան էլ քդելով են մեծանում, բայց քանի որ մենք այս պահին ունենք քաշի խնդիր ու չպետք է ինքը 1.5-2 ժամից ավել քնի, դրա համար ուզում եմ մի հատ կերակրեմ իրեն, նորից հանգիստ դնեմ քնի, դրա համար հիմա արագ բանջարեղեններս կտրատեմ, հավը կդնեմ սառնարան ու կզբաղվեմ սոսեով։ Դեսամ Սա բարիք ձեզ։ Բարև ձեզ Նստելու համար է։ Այո, հիմա հարցրու Վարսավինինիքը ազատ է, թե ոչ։ Դու ասատես ոչ, այս պահին ուրիշ մարդու մազերն եմ սանրում։ Այդտեղ նստի ու սպասի։ Վարի մոտ սկրնի արժեք 20-150-50 Այդ ինչ թվեր ես ասում, 20-150-50 50 տամ Ոտանոտ ինձ փոխը չը 20,150 Ատ ինձ շատ մի հատ կտաղացք փոխրս Գոնեմ 3,000 փոխը չը Սովորական կտրվածքը 3,000 դրամ Կտրվածք լվացումով 5,000 դրամ Նկարելու կտրվածք դիր վավշը բան Կարող է գնալ 6,000 Սպասի Գեղեցիկ է ստացվել երիտասարդ ձեր մազերը։ Կրան ստեղնեմ Դիր Սկարը Դո Կարող եմ այստեղ սպասել իմ բալիկին։ Հա Դու թեկել it բերնես Սպասի Իսկ դու Վարսավիրին ասել ես բալիկ, թե ինչ կտրվածք ես ուզում։ Չը Դե ասա, ինչ կտրվածք ես ուզում։ Ատա Որ կտե թվացու Դու ինչ կտրվածք ես ուզում Ոնց քո մազերը անեն Յատես ու յատես Շատ լավ եք աշխատում։ Թվացում Իսկ դու քանի տարի է որ Վարսավիր եք։ Սա իմ առաջին օրն է Սա մեր Վարսավիրի առաջին աշխատանքային օրն է։ Իսկ դուք որտեղ եք վարսավիրություն սովորել։ Ինձ ոչ մեկ չի սովորացի, ես ինքս եմ սովորել Դուք ինքնուս եք։ Կարելի է եւ այդպես ասել։ Ինչ է սա Կարծում եմ արդեն պատրաստ է։ Շատ գեղեցիկ է ստացվում։ Վայ, ինչ գեղեցիկ եղավ։ Էլի կգաս իր մոտ։ Թե կգնաս ուրիշ Վարսավիրի մոտ։ Это дали
մոտ։ Հա։ Լավ արեց, ինքը լավ աշխատեց։ Հա։ Este մուս վարչվա նորը մասը վատ անում։ Հա։ Մյուսները վատ են անում։ Հա։ Մի փոքր անեք, բավական է։ Մի քիչ աչքերը փակի։ Իսկ ձեր երեխային կարելի է անվանել սիրուն տղաց։ Այո, շատ գեղեցիկ է իմ երեխան։ Սպասի մի քիչ այս։ Այս կողմը։ Վերջը։ Վերջ։ Իմ տղան պատրաստ է։ Ահա։ Այո։ Ինչքան պետք է վճարենք, հələ հարցրուտ կա։ Վարսավինին հարցրուտ, թող ինքը ասի, ինչքան պետք է վճարենք։ Քալպեք ավետարել։ Հա։ 20 100 հա 220 Ասի դոստը օտա կարելի Վճարեցիր տղան։ է Դա սա առայժմ որ գնանք։ Ալատու սեսու Վարշավերանոցից հետո օրը ավարտում ենք լոգանք ընդունելով, սիրուն, գիրք կարդալով ու պատրաստվում ենք արդեն կամաց քնելու։ Արման մեզ համար կարդում է, ո՞րն ես կարդում։ Երեք խոզուկները։ Նա երեք խոզուկները կկարդանք ու արդեն կքնենք սիրուն, լոգանք ենք ընդունել, չէ Արնո։ Եկավ Մազիկների մուսը մաքրել ենք, չէ։ հա Հիմա կարդում ենք երեք խոզուկները ու քնենք։ What զետանում Ուհես չէ։ խախում Շատ ու գոհ եմ, դետանում ադանջարես։ Շուտ ֆրանս։ նունու նանաֆը Վայ թե ինչքան լավ որոշում էր երեք քույրիկիս մեր տուն գալը, ուղղակի չեք կարող պատկերացնել, երեխեքը շատ լավ ժամանակ են իրար հետ անցկացրել, լիքը զբաղվել են, խաղեր են խաղացել, են որ կողքից ուղղակի նայում հիանում ես, կխաբեմ եթե ասեմ ես ու քույրիկս հանգիստ նստել ենք, զրուցել ենք, որովհետև իմ աղջիկն էլ իր աղջիկն էլ նորածին են ու խնամք են պահանջում անդադար որ ես ու քույրիկս երեխեքով էինք, աղջիկներով էինք զբաղված, բայց իր մեծ երեխաները ու իմ մեծ երեխաները շատ լավ են իրար հետ խաղացել, զբաղվել, չգիտեմ, շատ մեծ երջանկություն է կյանքում քույր եղբայր ունենալը ու ամեն մարդ պիտի շատ պինդ պահի իր քույր եղբայրներին, ես ու քույրիկս շատ երջանկանում ենք, որ մեր երեխեքը այդքան սիրում են իրար, այդքան հոգատար են, այդքան միմյանց նկատմամբ այդքան լավ զբաղվում են, իրար լեզու լավ հասկանում են։ Մի խոսքով, շատ ուրախացա։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, ինչ նվեր ա ստացել իմ Սոսեն քույրիկիս կողմից։ Մի հատ էստեղ նայեք։ Իհարկե մի քիչ չափերով մեծ է, որովհետև իր աղջիկը Սոսեին համեմատ բավականին փարթամ է ու իր աղջիկա չափերով էր վերցրել։ Բայց ոչինչ կթողնենք, մի 2 ամսից կարծում եմ արդեն կլինի Սոսեի հագով, շատ ա դուրս եկել, շատ նրբիկ ա, այս մասկիները ես էի ուզել, որովհետև այստեղից չէի գտնում, բայց շատ լավ մասկիներ են ու խնդրեցի, որ անպայման մեզ համար էլ վերցրել էր իր աղջիկա համար, ինչ լավիկն են, իսկական Սոսեի հագով ու ինձ մի քանի կոսմետիկա ա բերել, այսպիսի տոնայինը, աչքերի սև մատիտ ու սա էլ կարծում եմ օծանելիք է, Սոսեն արդեն նվնվում է, այո, այստեղ օծանելիք է,
հոտը քաղցրա, ինձ թվում է շատ թույլ է պետք ցանել, բայց լավն է։ Ու ուզում եմ եւս մի նվերով կիսվել ձեզ հետ, քանի սոսեն ինձ չի պահանջել։ Ուզում եմ ձեզ անպայման ցույց տալ Էմինի նվերը, որը ես երեք ստացել եմ։ Մի հատ սոսեին գրկեմ ու գամ։ Սոսեն դեռ փորձում է ինքն իրեն հանգստացնել ու քանի մի քիչ հանգիստ է, ուզում եմ ձեզ հետ անպայման կիսվել Էմինի նվերով, նոր միայն ավարտել վլոգը, որովհետև այս ինձ համար մի ուրիշ երջանկություն է։ Էմինը բացել է իր կասը առանց մեր տեղյակ լինելու, հանել է կասի ամբողջ կոպեկները, տարել է տատիկի տուն, սարքել է թղթադրամ, որ գնա ու ինձ համար նվեր գնի, ու ես այդ ամենից տեղյակ չեմ եղել, այնքան երջանկացա, համ շատ տխրեցի, որ ինքը իր կասը բացել է, որովհետև գիտեմ, որ իր համար էր դա հավաքում, իր ուզած գիրքը ուզում էր իր համար գնել, բայց բացել է, որ ինձ երջանկացնի ու ինձ համար է նվեր ընտրել, չգիտեմ, շատ մեծ երջանկություն է այդ իմ համար, օղ կանցես, ջան, այստեղ ավարտում եմ այսօրվա վլոգը, որովհետև իմ սոսեն արդեն ինձ է ուզում, մաղթում եմ ձեզ օրվա հիանալի շարունակություն ու ուզում եմ ասել, որ կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում։